Ողջունում եմ տունտեղ հեռուստանախագծի բոլոր հեռուստադիտողներին, ովքեր Armenia հեռուստաընկերությամբ միացել են մեզ։ Դուք դիտում եք տունտեղ հեռուստանախագծի գարնանային եթերաշրջանի 8-րդ թողարկումը։ Իսկ մենք շարունակում ենք այս եթերաշրջանի շրջանակում վերանորոգումներ կատարել։ Այս անգամ, ինչպես հիշում եք, մենք երկու նախագիծ ենք ներկայացնելու՝ մեկ գրասենյակ եւ մեկ բնակարան։ Բավականին քիչ ժամանակ է մնացել, որպեսզի մոտենա ավարտի այս եթերաշրջանը եւ վերջնական տեսնենք երկու նախագծերի ավարտական արդյունքը։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին։ Մենք սկսում ենք տունտեղ հեռուստանախագիծը մեր գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության Grohe ապրանքանիշով, Grohe մասնագիտացված կենտրոնով եւ այս խորագրում այսօր հյուրընկալել է SM Interior Design Studio-ի հիմնադիր Սյուզի Մինասյանը։ Ողջույն Սյուզի։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սյուզի, շատ ուրախ եմ, որ տունտեղ հեռուստանախագծի շրջանակում այսօր հանդիպեցինք եւ իմ առաջի հարցը ձեզ հետեւյալն է լինելու։ Ձեր կարծիքով ինչ առավելություններ ունի բնակարանի կամ առանձնատան, կոմերցիոն կամ հասարակական տարածքների վերանորոգման, կառուցապատման ընթացքում դիզայների, ճարտարապետի դերը, դերակատարությունը, եթե համեմատենք օրինակ ինքնուրույն որոշումների կամ կատարման։ Կուզեի նշել, որ Հայաստանում տարիներ առաջ երբ նոր էի սկսում այս մասնագիտությունը, տենդենս այդպիսի չկար, որ դիմեին դիզայներին, ճարտարապետին, իրենք իրենց փորձով փորձում էին ստանալ ինչ-որ օպտիմալ լուծումներով, փորձում էին ստանալ շատ հաճախ էլ անփորձությամբ, այո, փորձում էին իրենց բնակարանը կամ կոմերցիոն տարածքը վերանորոգել։ Հետագայում արդեն հասկանալով, որ դիզայները եւ ճարտարապետը օժանդակ մարմին է իրենց, փորձեցին արդեն դիմել ու հիմա արդեն երևի 10-ից 8 դիզայներով եւ ճարտարապետով են սկսում իրենց գործունեությունը, բնակարանը կամ կոմերցիոն։ Սյուզի, եթե ավելի համառոտ ներկայացնենք առավելությունները դիզայների եւ ճարտարապետի հետ համագործակցության արդյունքում ինչ է հաճախորդը ստանում։ Ուրեմն ստանում է տարածքի ավելի ճիշտ, օպտիմալ ու ֆունկցիոնալ լուծումներ, որ մենք պատկերը սկզբից տեսնելով արդեն նախորոք համակարգում ենք բոլոր խնդիրները, առավելություններն ու թերությունները ու նախորոք ներկայացնելով պատվիրատուին այդ ամենը, ունենում ենք ավելի գեղեցիկ, սիրուն ու ֆունկցիոնալ պատկեր։ Ինչպես նաև խնայում է հաճախորդը իր ֆինանսները, որովհետև բնականաբար դիզայների եւ ճարտարապետի լուծումները շատ ավելի խնայողաբար են։ Այո, մենք ներկայացնում ենք ճշգրիտ հաշվարկներ, գնումներ կատարելիս, օրինակ, սալիկներ գնելիս կամ մնացած ապրանքատեսակները գնելիս, հստակ ասում ենք, որ այս չափաբաժնով, այս քանակով պետք է գնումներ կատարեք։ Այս պարագայում պատվիրատուի գործը բավականաչափ հեշտացնում ենք մենք։ Հրաշալի է։ Սյուզի, հետաքրքիր է, որ միտումները անընդհատ փոխվում են, Հայաստանում ինչ նոր միտումներ եք տեսնում եւ արդյոք United Technical Service-ը, մասնավորապես Grohe Professional մասնագիտացված կենտրոնի հետ միասին առաջարկում են լուծումներ, որոնք համապատասխանում են լիարժեք հենց այս նոր միտումներին։ Կուզեի նշել, որ Հայաստանում այն ինչ տեղի ունենում աշխարհում, Եվրոպայում եւ ինչու ոչ Արևելքում, առաջինը մենք իմանում ենք Հայաստանում, այսինքն նաեւ մեր կողմից փորձում են արհեստավորները կամ շինարարները իրենց կողմից փորձում են նորարարությունները մտցնել ոլորտ, ինչքանով է համապատասխանում Grohe-ի ներկայացրած նորարարությունները, քանի որ Grohe-ն ինքը արդեն իսկ հռչակ արտադրող է համարվում աշխարհում, այդ իսկ պատճառով իր լուծումները նույնպես նորարարական են ու բավականին տարբերվող եւ հասանելի են բոլորին, այո։ Մի շարք նորարարություններ են առաջարկել, որը մենք ինքներս օգտագործում ենք մեր բնակարաններում, փորձելով ծառայեցնել պատվիրատուի հարմարությանը։ Լավ, հաշվի առնելով ձեր մասնագիտական փորձը, տարիների, որոնք են այն գլխավոր գործոնները, որոնք պետք է հաշվի առնել օրինակ տան դիզայնի, այսպես
կայացման ժամանակ։ Ուրեմն գլխավոր գործոնները տան դիզայնի ժամանակ ամենաառաջնայինը տարածքի ճշգրիտ ու օպտիմալ օգտագործումն է, կիրառումը, եթե օրինակ բնակարանը քառակուսի մետրով փոքր է, բայց պետք է նախապայմաններ կան, որ պետք է ծառայի այս կամ այս նպատակների համար, մենք օգնում ենք, որպեսզի ճիշտ օգտագործվի։ Առաջնայինը դա է եւ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ մարդը աշխատանքից հոգնած վերադառնալիս իրեն կզգա կոմֆորտ եւ ջերմություն։ Սյուզի կհամաձայնվեք, որ այսօր դիզայների պահանջարկը շատ մեծ է եւ նույնիսկ այն մարդիկ, որոնք այնքան էլ ուշադրություն չեն դարձնում տան դիզայնի վրա, աշխատում են դիզայներների հետ, որպեսզի նույն իմ նշված խնայողություններ անեն, թե ժամանակի, թե ֆինանսների եւ ինչու՞ չէ ամենակարևորը նյարդերի։ Այո, քանի որ մենք փորձում ենք պատվիրատուին ազատել հոգսերից եւ վերջիվերջո արդեն մարդիկ հասկանում են, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ, իր գործով, չեն խառնվում հիմնականում շինարարական աշխատանքներին, ինչը մենք ամբողջությամբ վերցնում ենք մեզ վրա, հետևելը, հեղինակային վերահսկողությունը վերցնում ենք մեզ վրա եւ պատվիրատուին ազատում ենք հոգսերից։ Եվ բնականաբար հաշվի եք առնում նրա բոլոր, ցանկությունները, առաջարկները, որովհետև ի վերջո նրա տունն է։ Ինչու ոչ, հոգեբանորեն մոտեցում ենք ցույց տալիս ամեն մի նախագծի, որովհետև մարդկային գործոնի հետ գործ ունենք եւ պետք է հաշվի առնել օրինակ պատվիրատուն աչլիկ է թե ձախլիկ է կամ գունային որ գամայի մեջ ինքը իրեն ավելի կոմֆորտ ու հանգիստ կզգա նաև տան լուսավորությունը, հարմարավետությունը, ամեն ինչը կարևոր է, ամեն դետալ կարևոր է բնակարանի հարցում։ Կոմերցիոն տարածքներում մի փոքր այլ են մոտեցումները։ Ազատություն եք տալիս երևակայությանը, քանի որ այստեղ իրոք այն հարթակն է, որտեղ պետք է մաքսիմալ տարբերվել։ Այո։ Լավ, խոսենք UTS-ի եւ ձեր համագործակցության մասին, ինչ նոր հնարավորություններ եք բացահայտել եւ ինչպես է ազդել այս համագործակցությունը ձեր մասնագիտական եւ ստեղծագործական մոտեցումների վրա։ UTS-ը շնորհել է բավականաչափ մեծ հնարավորություններ տեսնելու, ծանոթանալու, ավելի մոտիկից ծանոթանալու, օրինակ հենց գրոհեի արտադրանքին։ Մենք ներկա ենք գտնվել արտադրամասում եւ ներկա ենք գտնվել արտադրանքի ամեն մի փուլին, ինչը մեզ օգնում է հետագայում ավելի ճշգրիտ խորհրդատվություն անել պատվիրատուի հետ, իմանալով տվյալ ապրանքատեսակի առավելությունները, որակը եւ մնացած ամեն նյուանս, որը որ կարևոր է տվյալ ապրանքը ներկայացնելու համար։ Շատ լավ։ Սյուզի տեղակայեմ, որ UTS-ի հրավերով դուք նույնպես վերջերս ձեր գործընկերների հետ միասին մեկնել եք այցելությունների Իտալիա եւ Գերմանիա։ Մի փոքր խոսենք այս մասին։ Գիտեմ նաեւ, որ այցելության ժամանակ հենց Սամվել Ալեքսանյանն է ուղեկցել ձեզ, ով էլ բավականին երկար տարիներ եղել է գրոհեի աշխատակից, զբաղեցնելով կարևոր պաշտոն։ Խոսենք այս այցելությունների մասին, նաև հաջորդ հարցս Red Dot Designers թանգարանի այցելության մասին է, ձեր տպավորություններով կիսվեք մեր հեռուստատիտողների հետ։ Այո, պետք է նշեմ, որ Սամվել Ալեքսանյանի փորձառությունը այս ոլորտում շատ մեծ է։ Ինքն էլ գրոհեի արտադրամասում խորհրդատվություններով եւ ծանոթացնում էր մեզ բոլոր ապրանքատեսակներին։ Այս այցերը մեզ հնարավորություն են տալիս ավելի հստակ պատկերացում կազմելու ապրանքատեսակների մասին։ Օրինակ, հենց Red Dot Award-ում ներկայացված էին մոդելներ, որոնք որ դեռ Հայաստանում մենք չենք օգտագործել, բայց հուսով եմ որ մոտ ապագայում պետք է օգտագործենք, օրինակ մոդել կար, որը որ ջրի ցնցուղ էր եւ ջուրը խնայում էր այն մարդկանց համար, ովքեր երկար են սիրում լոգանք ընդունել, օրինակ։ Այո, այստեղ մենք շատ շռայլորեն ենք Հայաստանում ջուրը օգտագործում, բայց Եվրոպայում դա առաջին պայմանն է, նախապայմանն է։ Կային մոդելներ, որոնք որ միանգամից ցնցուղից փրփուր էր գալիս, օգնում էին, որ մարդուն ավելի հարմար
հարմարավետ լոգան կընդունելու շատ հետաքրքիր է, այո։ Համար օգնում էին։ Այսինքն կարելի է փոխել եւ միանգամից, հա, փրփուր եւ ջուր, ինքը շատ հետաքրքիր թանգարան էր Red Dot Award-ը ու ուներ մի քանի նախապայմաններ, ապրանքատեսակը պետք է համապատասխաներ մի քանի նախապայմաններին։ Պետք է ուրեմն ֆունկցիոնալությունը համապատասխաներ, էսթետիկան, նորարարությունը, այսինքն բոլոր կողմերով եթե այդ տվյալ ապրանքատեսակը համապատասխանում է իրենց նախապայմաններին, ուրեմն ցուցադրում էին։ Մի շարք հարմարավետ լուծումներ կային, որոնք որ մենք հետագայում մտածում ենք օգտագործել բնակարաններում, այնպիսի նորարարություններ, ժամանակակից մոտեցումներ կային, որ մենք ինքներս էլ չէինք պատկերացնում, որ կարելի է օգտագործել բնակարաններում։ Շատ մեծ հնարավորություններ այս այցը Գերմանիա պատկերացնելու համար ժամանակին համահունչ քայլելու համար։ Շատ լավ Սուզի, կարծում եմ նմանատիպ այցելությունները իսկապես մասնագիտական աճի վրա մեծ ազդեցություն են թողնում եւ իմ վերջի հարցը ձեր նախագծերի մասին է այս պահին ընթացող ինչպիսի հետաքրքիր նախագծեր ունեք, որ կպատմեք մեզ եւ արդյոք այս նախագծերում կրկին կիրառում եք United Technical Service ընկերության ապրանքատեսականին։ Հիմնականում այս պահի դրությամբ բնակարաններ են, բայց յուրաքանչյուր բնակարան յուրովի մոտեցում է պահանջում եւ ոչ միայն ոճային առումով, այլ նաեւ պատվիրատուն ինքը թելադրում է թե ինչ է պահանջում մեզանից, դիզայներից եւ ճարտարապետից։ Հիմնականում սանիտետեխնիկան կիրառում ենք գրոհե ապրանքատեսակից, քանի որ արդեն իսկ համոզվել ենք որակի մեջ տարիներ շարունակ, ու մնացած լուծումները երևի պատմելով չեմ կարող ներկայացնել, պետք է հիմնականում մեկ այլ առիթով ավարտական նախագծերը կներկայացնեք։ Այո։ Շնորհակալ եմ Սյուզի հետաքրքիր զրույցի համար, վստահ եմ, որ ձեր յուրաքանչյուր նախագիծ յուրահատուկ է, որովհետև ինչպես դուք նշեցիք, հաճախորդները իրենք են թելադրում շատ հաճախ հենց ինչպիսին պետք է լինի ավարտական ինտերիերը, եւ ինչպես ես եմ հաճախ նշում, ավարտելուց հետո էլ տան բնակիչները մեծ ազդեցություն են ունենում ապագայի, տան դիզայնի ապագայի վրա, որովհետև կարող է մի քանի ընդհանրապես փոփոխություններով, միջամտություններով, այո, աղավաղել ամեն բան, կամ ճիշտ հակառակը միգուցե։ Հիմնականում պահում են։ Հենց սկզբից ինչպես հանձնում ենք բնակարանը, այդպես էլ հետագայում հյուր գնալուց տեսնում ենք, որ այդպես կհանդիպենք։ Շնորհակալություն։ Մենք տեղափոխվում ենք մեր այս եթերաշրջանի գլխավոր գործընկեր Capital Interest-ի ցուցասրահ, որտեղ զրույցը շարունակելու եմ պրոյեկտ մենեջեր Լուսինե Գրիգորյանի հետ։ Ողջույն Լուսինե։ Ողջույն Կայան։ Լուսինե, այս ոճային, այդ գեղեցիկ ցուցասրահում բազմաթիվ մոդելներ են ներկայացված փափուկ կահույքի։ Այ առաջարկելու եմ այսօր խոսել հենց փափուկ կահույքից։ Ինչ ապրանքանիշերի կահույք է ներկայացված եւ արդյոք այն բոլոր ծառայությունները, որ խոսել ենք այլ մոդելների մասին, գործում են նաեւ փափուկ կահույքի համար։ Իհարկե, փափուկ կահույքը կարծում եմ կարևորագույն մասերից է ինտերիերի մեջ։ Բազմոցը պարտադիր պետք է լինի բարձրակարգ, քանի որ ծառայելու է երկար տարիներ եւ ցանկալի է որ պահի իր արտաքին տեսքը, ինչպես նաեւ իհարկե հատկությունները։ Առհասարակ բազմոցների հետ աշխատելիս մենք հաճախորդի հետ առաջին հերթին ընտրում ենք ոճը, քանի որ դա բավականին մեծ կահույքի մաս է եւ այն իր տեսքով արդեն տրամադրություն է տալիս ինտերիերին։ Այս ասպարեզում մեր լավագույն գործընկերներից մեկն է Keoma ընկերությունը, որը առաջարկում է կտորների եւ պաստրապատման լայն տեսականի, ինչպես նաեւ տարբեր ոճերի բազմոցների մոդելներ։ Եվ իհարկե այս ընկերությունները տրամադրում են նաեւ բացվող բազմոցներ, որոնց հարցումը մենք շատ հաճախ ունենում ենք սրահում, քանի որ հաճախորդների շատերն են այո, հենց բացվող հարմարավետ հյուրերի համար, ինչու ոչ բազմոցներ։ Իհարկե ներկայացնում ենք նաև պորտուգալական մի շարք բրենդեր, որոնցից մեկն է նաև Las Casas-ը, որի բազմոցը հենց այստեղ ցուցադրված է։ Las Casas-ը փափուկ տեղակայվել ենք։ Այո, փափուկ տեղակայվել ենք։ Las Casas-ը նույնպես ունի մեծ ընտրություն բազմոցների շրջանակներում, իհարկե նաև հավելյալ բոլոր կահույքի մասերը, այսինքն բազկաթոռները, կողային սեղանները, սուրճի սեղանները, որոնք իհարկե միշտ ակտուալ են Հայաստանում, փոքրիկ կոնսոլները եւ մնացած բոլոր անհրաժեշտ բարեկամները, այո։ Շատ լավ, Լուսինե, խոսեցինք բազմոցների
բազմոցներից այ առաջարկում եմ խոսել բազկաթոռներից նույնպես, որովհետև վերջի շրջանում, հա վերջի 10 տարիների ընթացքում գրեթե բոլոր ոճային ինտերիերներում տեսնում ենք տարբերություն։ Այո։ Բացարձակ անհրաժեշտ չէ, որ բազկաթոռը եւ բազմոցը լինեն մեկ մոդելի, երբեմն առհասարակ տարբեր ապրանքանիշերի են լինում եւ տարբեր ոճերի։ Ավելին ասեմ, շատ ընկերություններ իրենք արդեն որպես կանոն արտադրում են բազկաթոռը եւ բազմոցը ոչ նույն դիզայնով, բայց իրենք կապված են լինում ընդհանրությամբ։ Միգուցե դա կլինի մետաղի գույնը, փայտի կամ պաստառապատումը, միգուցե բազկաթոռները կլինեն ավելի վառ ու այդ արտահայտիչ ակցենտ, իսկ բազմոցը կլինի ավելի հարմարավետ եւ փափուկ, հանգիստ, կտոր։ Հայաստանում մի փոքր կարծրատիպ կա, որ պետք է պարտադիր նույնը լինեն եւ բազկաթոռները եւ բազմոցը, որը բավական ձանձրալի է հնեցված երևի թե մոտեցում է, բայց շուկան բարեբախտաբար առաջարկում է բազմաթիվ լուծումներ, որ եթե նույնիսկ դուք ուզում եք համադրել բազկաթոռը բազմոցի հետ իդեալական նույն ձևով, հնարավոր է տարբերություն տալ միայն պաստառապատման մի բարձր շնորհիվ։ Ես նաև ուզում եմ նշել, որ այն բոլոր ընկերությունները, որոնց մասին խոսեցիք, հենց իրենք էլ ունեն տարբեր մոդելներ բազկաթոռների, որոնք կարող եք համադրել այս կամ այն բազմոցի հետ։ Մենք հաճախ նաև կարող ենք համադրել մի փոքր ավելի նեոդասական բազմոցները ավելի դասական բազկաթոռների հետ, դա նույնպես յուրահատուկ ինչ-որ շունչ է տալիս ինտերիերին։ Իհարկե կարելի է այդ ամբողջ համադրության մեջ մտցնել նաև հետաքրքիր սուրճի սեղան, որը կարող է լրիվ ուրիշ, այսպես ասած, օպերայից լինել, մտցնել ակցենտ ինտերիերում, որը ոճային փոփոխություն, էկլեկտիկ, ավելի հետաքրքիր ինտերիեր ստեղծի։ Էսթետիկ եւ ինչու ոչ հարմարավետ լինել մեր սիրելի սուրճ խմելու ավանդությանը արդեն հայտնի։ Ոչ միայն նաև թեյ սիրողների համար կարող է ցավը։ Շատ լավ։ Այ խոսեցիք կողասեղաններից մի բան, որ կրկին հայկական ինտերիերներում շատ հաճախ չես նկատում։ Եկեք առհասարակ բացատրենք կողասեղանների նշանակությունը ինտերիերում, որովհետև սա ոչ միայն լապտեր դնելու համար է, այլ նաև շատ հարմար է, քանի որ երբ նույն սուրճ խմելիս մի փոքր ավելի հեռու է գտնվում լրագրասեղանից, հնարավոր է այնտեղ դնել, այսինքն կիրառել ամբողջապես դրա հնարավորություններից օգտվել։ Բացի այդ, լրագրասեղանները որպես կանոն ավելի ցածր են լինում, քան կողային սեղանները, իսկ հաճախ ավելի հարմար է ուղղակի կողքը դնել որևէ իր գիրք, հեռախոս, սուրճ ուղղակի դնել կողքում եւ հարմարավետ տեղ ունենալ։ Այսինքն երբեք չենք մոռանում ֆունկցիոնալության մասին։ Կահույքը պետք է լինի նաև ֆունկցիոնալ, գեղեցիկից բացի։ Քանի գնում ենք եւ մենք հետագայում եւ ավելի շատ կտեսնենք, որ հարմարավետությունը ավելի առաջնային է լինում ընտրության հարցում, քան դիզայնը, բայց իհարկե դիզայնին եւս մեր շուկայում մեր հաճախորդները շատ առաջնահերթություն են տալիս միանշանակ։ Նաև խոսեցիք ծառայություններից, որ ինչպես այլ մոդելների դեպքում, այնպես էլ փափուկ կահույքի, թե դիզայներները, թե անհատները կարող են ձեր սրահում տեսնել վիզուալիզացիան, հա, պատվիրել չափագրում, վիզուալիզացիան, պատվիրել չափագրում, իմիջիայլոց նշեմ, որ հենց բազմոցի տեղադրման համար, բազմոցը ճիշտ ինտերիերում ունենալու համար խորհրդատվությունը շատ օգտակար է լինում, քանի որ անկյունային բազմոցները շատ հարմար են լինում փոքր տարածքների համար, որովհետև հնարավորինս շատ նստելատեղ ենք ունենում եւ ստանում ենք ավելի հարմարավետ դիզայն։ Մեծ հաճույքով կարող ենք այցելել հաճախորդի տուն, անել չափագրում, խորհրդատվություն եւ իհարկե մեզ հետ կարող ենք վերցնել նաեւ բոլոր նմուշները, որպեսզի հաճախորդը իր տանը տեսնի եւ հասկանա գունային Այն նմուշների մասին առաջարկում եմ, որպեսզի հաջորդ թողարկմանը ոչ միայն խոսենք, այլ ցուցադրենք այդ process-ը, հա, պատվիրելու, փորձենք ինքներս ինչ-որ mood board ստանանք, համադրենք, այսինքն վերցնենք բոլոր նյութերից, որ առկա են, հա, քար, մետաղ, տեքստիլ, փայտ եւ փորձենք ինչ-որ համադրություն ստանանք հետաքրքիր, որովհետեւ կարծում եմ յուրաքանչյուր հաջողված ինտերիերի սկիզբը հենց ճիշտ ստացված mood board-ն է։ Այո։ Որը ոչ միայն դուր է գալի դիզայներին, այլ նաեւ այն հաճախորդին, ով վայելելու այդ ինտերիերը, այո։ Դե ինչ շնորհակալություն։ Կարծում եմ մեր հեռուստադիտողները այսօր արդ կունենան ծանոթանան բազմաթիվ այն մոդելներին, որոնք ներկայացված են ձեր ցուցասրահում եւ ոչ միայն, իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը եւ ինչպես խոստացա, կանենք պրակտիկ դաս։ Այո, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Տունտեղ հերոսանախագծի շրջանակում մենք հերոսատեսային ձևաչափով մշտապես ներկայացնում ենք այն բոլոր թեմաները, որոնք հետաքրքրում են ձեզ։ Այսօր մեր նոր գործընկեր, այս եթերաշրջանի նոր գործընկեր Total ընկերության ցուցասրահում եմ գտնվում
քաղաք Էջմիածնում։ Իսկ զրույցը շարունակելու եմ սպասարկման կենտրոնի ավագ մասնակից Ջիվանի հետ։ Ողջույն Ջիվան։ Բարև ձեզ Կարեն։ Ջիվան, տեսնում ենք խանութում հազարավոր ապրանքներ։ Կարող եք նշել մոտավոր որքան ապրանք է ընդգրկված այս խանութ սրահում եւ առհասարակ որքան ապրանք է ներկայացնում Total ընկերությունը հայկական շուկայում։ Հայկական շուկայում ներկայացնում են մոտ 3000 անուն ապրանք, որոնք նախատեսված են վերանորոգման, շինարարական աշխատանքների։ Այո, Կարեն, ունենք նաև ավտոսպասարկման, այգեգործական եւ շինարարական ոլորտի համար գործիքներ։ Ահա։ Այ հետաքրքիր է, երբ հաճախորդները գալիս են եւ չեն կողմնորոշվում, մենք գիտենք, որ Total ընկերության վաճառքի խորհրդատուները անցնում են տրեյնինգներ, հատուկ մասնագիտացված դասընթացներ, որպեսզի իրենք անձամբ լավ տիրապետեն այս բոլոր ապրանքների կիրառման, օգտագործման մեթոդներին, որպեսզի ճիշտ խորհրդատվություն տան հաճախորդներին։ Վաճառասրահների աշխատակիցները, գործընկերները մասնագիտացված են եւ անցնում են ժամանակաժամանակ անցնում են տրեյնինգներ, որը կազմակերպվում է հենց արտադրող ընկերության Total ֆիրման Չինաստանի կողմից։ Նաև անպայման ուզում նշել, որ զրույցներից մեկում ընկերության հիմնադիրը նշեց, որ շատ հաճախ հենց զանգի միջոցով հնարավոր է հարցեր լուծել, խորհրդատվության միջոցով։ Սպասարկումը տեղի ունենում ինչպես իրական ձևաչափով, այդպես էլ on-line կարգով, այո։ Ունենք մասնագետներ, որոնք նաև օգնում են հաճախորդներին on-line կարգով։ Այսինքն կան գործեր, որոնց համար կարիք չկա գործիքը հասնի սպասարկման կենտրոն, այլ ուղղորդում ենք հաճախորդին ինչպես ճիշտ օգտագործի, որպեսզի այլևս նման խնդիրների չհանդիպի։ Հրաշալի է։ Այ հետաքրքիր է, երբ հաճախորդները գալիս են, վարպետները գալիս են խանութ սրահ, վստահ եմ մշտապես հարցեր են առաջանում անվանումների հետ կապված գործիքների, որովհետև հիմնականում վարպետները ունեն իրենց համապատասխան լեքսիկոն, արտահայտություններ, շատ վարպետներ էլ կամ ուղղակի քաղաքացիներ տեղյակ չեն նույնիսկ անվանումներից գործիքների, բայց գիտեն ֆունկցիան։ Պատահել են այդպիսի հաճախորդներ, որ պարզապես ասում են, այս գործիքն եմ ուզում, որի միջոցով հնարավոր է այս կամ այն, չգիտեմ, գործողությունը կատարել։ Հաճախորդների մոտ ավելի շատ զարգացած ժարգոնային անվանումները, օրինակ դռել, վալգարկա, պերֆորատոր, իսկ մեր մոտ բոլորը ոսկեղենիկ հայերենով, այսպես դռելը դա գայլիկոնիչ, վալգարկան անկյուն հղկող մեքենա, պերֆորատորը հորատիչ։ Հրաշալի։ Ու տենց շատ ու շատ անվանումներ։ Եվ այդպես շարունակաբար հնարավոր է շրջել եւ ծանոթանալ իրական գործիքների հայերեն տարբերակներին համանուն անվանումների հետ։ Շատ լավ, Ջիվան, առաջարկում եմ, որպեսզի մյուս թողարկմանը մի հետաքրքիր խաղ խաղանք։ Օրինակ, որոշ առաջադրանքներ ես կառաջարկեմ ձեզ, իսկ դուք համապատասխանաբար կփորձեք ինձ առաջադրանքներ տալ, քանի որ արդեն բավականաչափ ժամանակ է ինչ անցկացնում եմ Total ընկերության ցուցասրահներում եւ ինչ որ առումով տիրապետում եմ ապրանքներին, թեպետ 3000 անուն ապրանքի դժվար թե մեկ ամսում նույնիսկ տիրապետես։ Ընդունում եմ արտարավերը Կարեն ջան, մյուս նկարանումների ժամանակ մենք իրականացնենք, այո։ Իրականացնենք մրցույթը եւ հաղթողն էլ ինձ թվում է մրցանակ անպայման։ Հրաշալի է։ Հուսամ ես կհաղթեմ, իսկ եթե ոչ, ապա կսովորեմ նոր գործիքների անուններ կամ ինչ-որ մի այլ հետաքրքիր գիտելիքը արդեն ձեռք բերել է հաղթանակը։ Շնորհակալ եմ։ Ինտերիեր դիզայնի ոլորտում նորամուծությունները ամեն տարի թարմանում են։ Այս անգամ եկել եմ տունտեղ հեռուստանախագծի նոր գործընկեր Raflor ընկերության ցուցասրահ, որպեսզի խոսեմ հատակային ծածկույթի վերջի տարիների ամենատարածված նորամուծություններից մեկի վինիլի մասին։ Իսկ ինձ հետ զրուցելու է ինչպես մի Շահենը, ողջույն Շահեն։ Բարև ձեզ։ Շահեն, խոսենք վինիլներից, ինչպես նշեցի, վերջի տարիներին իսկապես մեծ տարածում գտավ Հայաստանում եւ ոչ միայն բնակարաններում, այլ նաեւ հանրային վայրերում, հյուրանոցներում, ռեստորաններում, սրճարաններում մենք նկատում ենք այս հատակային ծածկույթը եւ շատ հաճախ չեն կարողանում տարբերակել սա բնական փայտ է, թե այլ հատակային ծածկույթ։ Այո, վինիլներով մենք զբաղվում ենք արդեն 2003 թվականից ու քանի որ
կա մի հետաքրքիր կարծրատիպ, այն նյութի մասին, որ ինֆորմացիան ավելի քիչ է, մարդիկ ավելի զգուշավոր են լինում ու ընտրության հարցում։ Դրա համար սկզբում մենք ունեցել ենք պատվերներ միայն միջազգային կազմակերպություններից, որտեղ արդեն տարածված էր աշխարհում գրեթե ամենտեղ։ Իհարկե։ Այո, նախագծերի մեջ արդեն ներառած էր վինիլային հատակում ենք 2003 թվականից արդեն ունենք մեծ փորձառություն եւ տեղադրման եւ նյութերի եւ աշխարհում հայտնի կազմակերպությունների, որի ներկայացուցիչ ենք Հայաստանում։ Գրասենյակները Հայաստանում։ Այո, եւ ներկայացնում ենք բացի այն իրենց արտադրանքից ամբողջ պատասխանատվությունը գործարանային երաշխիք ունենք, որ եթե հանկարծ վինիլի հետ կապված որևէ արտադրական կամ ինչ-որ խոտան լինի, պատասխանատվություն կրում ենք եւ մենք եւ գործարանը։ Շատ լավ։ Չեմ կարող չհարցնել եւ վստահ եմ շատ հեռուստադիտողներ նույն հարցը կտային ձեզ, եթե հնարավորություն ունենային, ինչով է տարբերվում վինիլը լամինատից։ Շատ տարբեր, իրարից շատ տարբեր նյութեր են։ Նախ լամինատը ինքը արտադրվել է երևի մանրահատակի փոխարինող որպես նյութ, ու ամենասկզբում ինքը արտադրվել է թեփից եւ սոսնձից, այսինքն թեփի ավել կուտակում է եղել եւ մտածել են, որ ինչ կարելի անել։ Նույն թեփը հետ են վերադարձել, ու կիրառելի է եղել շատ։ Ու քանի որ ինչ որ մի բան որ սկսում է շատ վաճառվել, այլընտրանք տարբերակներ են եւս նյութի փոխարինման, էժանացման գտել եւ կա շատ վատ, այտենց ասած, երևույթներ, որ կան թղթի թափոններից պատրաստված արդեն նյութը հնարավոր է էժանացնելով, ու չգիտենք հիմա արդեն լամինատ արդեն ինչ, քանի որ ինքը նաև սոսինձ է, վինիլի նկատմամբ ինքը ավելի տոքսիկ գազեր ունի, այն ձև չի, որ անընդունելի են, բայց վինիլի նկատմամբ ինքը համեմատությամբ այո, երկրորդ վինիլային հատակները տեղադրվում են ավելի խիստ պահանջներ ունեցող տեղեր, օրինակ բժշկական հաստատություններ, մանկապարտեզներ, այո, նո բնակարաններում մարդ ինքն է ընտրում իր երեխայի սենյակում ինչ լինի, իսկ մանկապարտեզներում կա խիստ պահանջ, այսինքն վինիլային հատակները նախատեսվում են մանկապարտեզներում, իսկ լամինատը ուղղակի չի կարող ընդգրկվել։ Հրաշալի է, եկեք համառոտ կերպով նշենք այն բոլոր առավելությունները, որ ունեն վինիլային հատակները։ Ասեմ, նախ վինիլային հատակները բաժանվում են երկու խմբի, իրենք ռուլոնային տարբերակ եւ հատիկներով տարբերակ։ Ռուլոնային տարբերակները ավելի շուտ են, եթե չեմ սխալվում, 60-ական թվականներին են արտադրվել, ու ոնց որ մենք Հայաստանում սկզբում շատ դժվար անցանք, հիմա արդեն ավելի կիրառելի է, նույն ձև աշխարհում է դժվար ընկալելի եղել ու շատ դանդաղ են տարածում ունեցել։ Ինչ որ մի ժամանակ կանգնել է, նորից շարունակվել է, այսինքն այդ process-ը, դրա համար վինիլային հատիկները, ռուլոն տարբերակները իրանք ավելի շուտվա պատմություն ունեն։ Ռուլոնային տարբերակները օգտագործում են հիմնականում բժշկական հաստատություններում ու կան դրանք բաժանում են երկու խմբի, հոմոգեն եւ հետերոգեն, այսինքն ավելի շատ ինչի համար, որովհետեւ հատուկ այդ իրար միացման լարերը, հատուկ ջերմաստիճանով կպցվում է իրար եւ կարողանում է գալ ու բարձրանալ պատի վրա, նույն հատակը գալիս է պատի վրա, որտեղ ստեղծվում է R, մի հատ, այսինքն կառուցվածքը իրան 90 աշճան չի լինում եւ այդտեղ արդեն բակտերիաներ չեն հավաքվում, դրա համար բժշկական հաստատություններում, լաբորատորիաներում խիստ պահանջ է, որ դա լինի ռուլոնային տարբերակներ։ Իսկ հատիկավոր տարբերակները ունեն մոտ 30 տարվա պատմություն։ Ինքը արտադրվել է քարի ու փայտի թերությունները մի նյութում։ Այսինքն եթե օրինակ բնակարաններում շատ հեշտ է խնամել, թե փայտը, թե օրինակ կերամոգրանիտը կամ քարը, իսկ հասարակական վայրերում ինչ խնդիրներ են առաջացրել։ Այսինքն փայտի վրա գրասենյակներում շատ հարմար է, տաք է, բայց օրինակ անիվավոր գրասենյակային աթոռները իրանք վնասել են։ Խոնավա դիմացքում, այսինքն եթե որտեղ ջրի կամ հնարավոր է որ ինչ որ ջուր թափեն, այտենց տեղերում ավելի խնդիրներ են առաջացել փայտի մասով, իսկ կերամոգրանիտը
այդ խնդիրները չունի, բայց ինքը ավելի սառն է, ավելի ձայնի կլանման մակարդակը ցածր է, ավելի չէ, հակառակը ցածր է, այսինքն ավելի ձայնը ավելի լավ է տարածվում եւ վինիլը ինքը լուծել է այդ բոլորի խնդիրը մի նյութում։ Դրա համար որ նկատեք վինիլային հատակները հիմնականում լինում են քարի կամ փայտի տեսքով, իսկ ռուլոնային տարբերակները տարբեր գույներով։ Հրաշալի է, խոսեցիք բազմաթիվ առավելություններից, արդյոք չունեն թերություններ վինիլային հատակները։ Նո, առավելությունները շատ չնշեցի, առավելությունները հետեւյալն են, որ ինքը ջերմաստիճանի կորուստը դեպի ներքև վինիլը համարվում է ամենացածրը։ Նու կարելի ասել պարկետից էլ է տաք, նու այդ չափիչ սարքերով, բայց մարդը այտենց չի զգա։ Ամեն դեպքում իմացեք, որ վինիլային հատակը ինքը տաք հատակի մասին է խոսքը։ Սառը չի եւ կանացի կրունկներով կոշիկներից կայուն է, կենթայիների ճանկերից կայուն է, խոնավադիմացկուն է եւ նախատեսված է շատ երկար շարժին ու շատ երկար չափով ասեմ, օրինակ ասենք 15000 քայլի դեպքում նոր 15 տարի հետո նոր կսկսի մաշել, այսինքն այդ կարգի մեծ ծանրաբեռնություններին դիմացող հատակ է։ Ու իր առավելություններից նա է, որ ինքը բակտերիա սունկ չի պարունակում, իր վրա չի վերցնում, իր խնամքը միայն մաքրությունը միայն ջրով։ Հրաշալի է Շահեն, առաջարկում եմ, որպեսզի հաջորդ թողարկմանը շարունակենք վինիլի մասին խոսել, որովհետև բազմաթիվ դեր հարցեր ունեն կուտակած։ Սիրով կհանդիպենք։ Ողջույն բոլորին, շարունակում ենք տուն-տեղ հեռուստանախագիծը, ձեր հետ նորից ես եմ, այն Instagram-ի տղեն, ու մենք խոսում ենք այս հաղորդմանը երկարատև շինարարական տրենդներից։ Ինչա սա իրանից ներկայացնում, ավելի պարզ լեզվով, խոսում ենք այն տրենդներից, որոնք հարատև են ու ձեր վերանորոգումը ձեզ չի հոգնածնի ժամանակի ընթացքում։ Այսինքն, ինչ ընտրել, ոնց անել, որպեսզի վերանորոգումը ձեզ հաճելի լինի երկար տարիներ։ Փորձից ելնելով կարող եմ ասել, որ ամենակարևոր չափանիշը սրա համար ընտրել մեղմ եւ пассив գույներ։ Տրենդները անընդհատ գալիս գնում են, անընդհատ տրենդների մեջ մտնում են ինչ-որ яркի գույներ, ինչ-որ վառ էլեմենտներ, որոնք, պահի տակ կարող է այս ժամանակահատվածում շատ հաճելի են աչքի համար, բայց վստահացնում եմ, որ շատ արագ իրանք հոգնածնում են։ Ինչքան էլ ի սկզբանե գեղեցիկ լինի, վառ ու տենց շատ աչքի զարնող բոլոր դեկորները շատ շուտ հոգնածնում են։ Սա մի կարևոր բան է, որից պետք է անպայման խուսափել։ Մյուս կարևոր հանգամանքը, որպեսզի դիզայնը լինի հարատև, ամենակարևորը պետք է շեշտը դնենք ոչ թե մեր բարեկամներին ու հարազատներին զարմացնելու վրա, որ տեսեք, մենք մեր մոտ էսի բան ենք արել, այլ պետք է շեշտը դնել ձեր ընտանիքի հարմարության վրա։ Այսինքն, եթե դիզայնն ու ճարտարապետությունը հարմարավետության սկզբունքով է ստեղծված, նա ձեզ շատ երկար տարիներ կծառայի ու չի հոգնեցնի։ Մյուս կարևոր հանգամանքը ընտրել որակյալ նյութեր եւ որակյալ բրենդներ։ Շուկայում շատ հետաքրքիր զիզի-բիզի անընդհատ դրանք հայտնվում են, լուծումներ կան թե սալանգության համար, թե ներկերի առումով, թե ինչ-որ դեկորների առումով, բայց կյանքը ցույց է տվել, որ հարատև են միայն վստահված բրենդները, այսինքն առաջնայինությունը պետք է տալ որակին, ոչ թե պայծառությանը։ Եվ նաև պետք է ուշադրություն դարձնել նպատակահարմարությանը։ Շատ հաճախ մենք բոլորս դուք էլ մեր հաճախորդները գնում են ինչ-որ ռեստորան, ինչ-որ հասարակական վայր, ինչ-որ տեղ, տեսնում են ինչ-որ դիզայներական լուծումներ, որ ուզում են անպայման իրենց տանը ունենալ, թեկուզ նույն հյուրանոցներում, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ մի ժամով ինչ-որ տեղ ժամանակ անցկացնելը ուրիշ է, այդ միջավայրում ապրելը լրիվ ուրիշ է։ Չի կարելի բերել այդ դիզայնը ինտեգրել ձեր բնակարան։ Իսկ հիմա առաջարկում եմ տեղափոխվենք մեր շինհրապարակ եւ մեր մասնագետ Կարենը հիմա տեսնենք ինչ հարատև լուծումներ է տալիս մեր բնակարանում։
Տունտեղ հերոսանախագիծը այս եթերաշրջանում համագործակցում է AP Tower կառուցապատող ընկերության հետ։ Ընկերությունը ներկայացնում է Panorama Hills բնակելի համալիրը։ Այս համալիրը կառուցվում է Ուլնեցի 32/22 հասցեում։ Կառուցվելով բարձրատիպ գոտում, այս նախագիծը առանձնանում է իր ֆանտաստիկ տեսարանով։ Ձեր պատշգամբից հնարավոր է տեսնել Երևանի ողջ գունաբնակը։ Այստեղ ստեղծվում են խոշոր ենթակառուցվածքներ, ինչպիսին են կանաչապատ տարածք, ընդարձակ ավտոհանգրվան, մեծ բակ, լողավազան, մեծ տենիսի կորտ, մարզասրահ եւ այլն։ Այս բազմաբնակարան համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերից՝ A, B եւ G։ A եւ B շենքերն ունեն 11 հարկ, G շենքը 5 հարկ։ Բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարան աչքի է ընկնում դիզայներական առանձնահատուկ լուծումներով, որոնք կհեշտացնեն նոր բնակիչների իրենց բնակարանի վերանորոգման եւ ձևավորման բոլոր փուլերում, ինչպես նաեւ լիարժեք պատկերացում կստեղծեն ապագա տան ինտերիերի մասին։ Ընդհանուր համալիրում նախատեսված են 227 բնակարան, այդ թվում A շենքում 108 բնակարան, B շենքում 92 բնակարան եւ G շենքում 27 բնակարան։ Այս համալիրի բնակարանները ունեն տարբեր մակերեսներ։ A շենքի բնակարանների մակերեսներն են 45.2 քառակուսիմետրից մինչև 428.5 քառակուսիմետր։ B մասնաշենքի բնակարանների մակերեսը սկսվում է 45.8 քառակուսիմետրից մինչև 336.3 քառակուսիմետր։ Իսկ G մասնաշենքի բնակարանները 192 քառակուսիմետրից մինչև 721 քառակուսիմետր։ Հասանելի են բնակարաններ ինչպես 1 սենյականոց, 2 սենյականոց, այնպես էլ ավելի մեծ բազմասենյականոց բնակարաններ։ Այս համալիրի տեղակայման հիմնական առավելությունները կանաչ գոտիների մերձակայությունն է։ Համալիրը գտնվում է այգիների եւ զբոսայգիների կողքին, ինչը ստեղծում է հանգիստ ու առողջ միջավայր։ Համալիրի շրջանը առանձնանում է իր հանգիստ ու անվտանգ մթնոլորտով, հեռու աղմկոտ մայրուղիներից։ Համալիրը նաև երաշխավորված է զարգացման հեռանկարով։ Տարածքն արագ զարգացող է, ինչը բարձրացնում է կյանքի որակ եւ դարձնում անշարժ գույքի գնումը շահավետ ներդրում։ Համալիրը ունի պանորամային տեսարան։ Ընդարձակ ապակեպատ պատուհանները հնարավորություն են տալիս վայելելու քաղաքի շքեղ տեսարանը։ Նաև անպայման ուզում ենք նշել, որ այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը, հատկապես գրավիչ է լուսաբացին եւ մանրամուտի ժամերին։ Բնակարաններում առկա են լույսի առատություն եւ ընդարձակության զգացողություն։ Մեծ ապակեպատ պատուհանները ստեղծում են տաք եւ բաց տարածություն։ Համալիրը կառուցված է ժամանակակից եւ ամուր շինարարական նյութերից, որոնք ապահովում են երկարակեցություն, անվտանգություն եւ գեղագիտական գրավչություն։ Համալիրի մոնոլիթ կոնստրուկցիան ապահովում է բարձր ամրություն եւ երկարակեցություն։ Արտաքին եռաչափ պանելները երաշխավորում են ջերմա եւ ձայնամեկուսացում։ Համալիրի երեսպատումը կատարված է տրավերտինե քարով, որը շենքին հաղորդում է էլեգանտես եւ բարձր դիմադրություն արտաքին գործոնների նկատմամբ։ Համալիրի հատակները գրանիտե քարից են, ամուր են եւ էսթետիկ, որն էլ շեշտում է նախագծի բարձր որակը։ Համալիրում նախատեսված են կոմունիկացիաների ապահովում, ինչպիսիք են ջեռուցում, ջրամատակարարում եւ էլեկտրամատակարարում։ Այս համալիրի հարմարավետությունների եւ ենթակառուցվածքների շարքին կարելի է դասել երեխաների խաղահրապարակը, կանաչ եւ հանգստի գոտիները։ Այս համալիրում նախատեսված են նաեւ առևտրային տարածքներ, ինչպիսիք են խանութներ, սրճարաններ եւ գրասենյակներ։ Համալիրը ունի նաեւ երկհարկ ստորգետնյա ավտոկանգառ, նախատեսված 298 մեքենաների համար։ Առաջին հարկում 180 կայանատեղի, իսկ երկրորդ հարկում 118 կայանատեղի։ Շենքի շահագործման հանձնաժամկետը նախատեսված է 2025 թվականի ավարտը։ Կարևոր ենք համարում նշել, որ այս համալիրում բոլոր շինարարական աշխատանքները կատարված են շատ բարձր մակարդակի։ Ընդհանուր պատուհանների արտաքին գոգերը տրավերտինե քարից են։ Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել Panorama Hills համալիրի մասնագետների հետ կամ ամրագրել էքսկուրսիա շինհրապարակում։ Տունտեղ հերոսանախագծի այս խորագրում հարաստաղի մեր գործընկերոջ հետ շարունակում ենք խոսել այն ամենի մասին, ինչ ձեր ինտերիերը դարձնում է կատարյալ։
Այսօր խոսելու ենք հատկապես խոնավ տարածքների համար նախատեսված լուծումների մասին։ Այսպիսով հատկապես խոնավ տարածքներում անհրաժեշտություն են այնպիսի առաստաղները, որոնք դիմանում են բնության բոլոր հնարավոր ու անհնար տարրերին, փակ լողավազարներ, շոգեբաղանիքներ, արտադրամասեր եւ այլն։ Բոլոր նման տարածքներում պարզապես անհրաժեշտություն են ալյումինի առաստաղները, որոնք չեն վախենում ջրից, ոչ էլ կրակից։ Առաստաղայինը ներկայացնում է լյուքս դասի շնչող ալյումինե կախովի առաստաղների իտալական Novelis եւ գերմանական Alanot հանրահայտ արտադրողներից։ Այս լուծումները ամենաճիշտ տարբերակն են ձեր լոգարանների համար, էկոլոգիապես մաքուր են, շնչող, ջրադիմացկուն, շքեղ տեսք կհաղորդեն ձեր ինտերիերին եւ կմեծացնեն վիզուալ այն։ Կծառային երկար տարիներ եւ խնամքի խիստ անհրաժեշտություն չեն ունենա։ Տեղադրումն էլ շատ պարզ է։ Առաստաղայինը կիրականացնի չափագրումը, առաքումը եւ իհարկե այս լուծումների տեղադրումը։ Այսպիսով այցելեք Վարդանանց 69 դրոպ 5 հասցեում տեղակայված առաստաղայինի խանութսրահ կամ զանգահարեք 041 1067 67 հեռախոսահամարով։ Իսկ եթե ուզում եք անմիջապես ծանոթանալ ամբողջ տեսականուն, ապա այցելեք պարզապես առաստաղային կայք։